Տիկին Մանասյան, նախ թեմայի վերաբերյալ ինչ հարցեր քննարկվեցին, որոնք են այն մտահոգությունները, որոնք առկան եւ կոնկրետ նաեւ այս բարակայում Միքայել Աջապայանի վերաբերյալ եւ փաստաբանը եւ նրան տեսակցող պատգամավորը ահազանգում են, որ ունի կոնկրետ առողջական խնդիրներ եւ անհետաձգելի վիրահատության կարիք։ Նախ ընդհանուր առմամբ նշեմ, որ քննարկվել են քրեակատարողական հաստատություններում մահվան դեպքերի, դրանց պատճառների եւ մտահոգիչ վիճակագրության հետ կապված հարցերը։ Կարծում եմ, որ այս հարցադրումը ամենակարևորներից է, երևի թե նկատել եք, որ ինքս էլ շատ ակտիվ եմ այս հարցերի հետ կապված, նաեւ հրապարակային բարձրաձայնելու տեսանկյունից, բայց բացի հրապարակային բարձրաձայնելուց նաեւ ընթացիկ աշխատանքների շրջանակներում այս առումով անընդհատ ենք պետական իրավասու մարմինների տարբեր գործընկերների հետ, ազգային ժողովի պատգամավորների հետ այս հարցերը ոչ միայն քննարկման առարկա դարձնում, այլ փորձում հարցերին լուծումներ գտնել։ Եթե ինչ որ նեղ ավելի հարցեր ձեզ կհետաքրքրեն, ուրախ կլինեմ դրանց պատասխանել։ Հիմա ինքս չխորանամ այդ բոլոր հարցերի ներկայացմանը, որովհետև անվերջ կարելի է խոսել։ Ես կարծում եմ համակարգային լուծումներ են այս առումով անհրաժեշտ Հայաստանի Հանրապետությունում, ինչ վերաբերում է ձեր հիշատակած կոնկրետ դեպքին, խոսքը անհատական դեպքի էր վերաբերում եւ նաեւ բոլոր գործընկերներն էլ հատուկ շեշտադրեցին, որ բժշկական գաղտնիքի հետ կապված հարցադրումներ կան եւ բնականաբար հիմա որևէ մեկս չի կարող բարձրաձայնես պահի դրությամբ դրա վերաբերյալ խոսել, բայց մենք էլ եթե դեմ չեք, քանի որ նաեւ խնդիրը այստեղ բարձրաձայնվեց, մենք մեր հաստատության տեսանկյունից մի քանի ոչ միայն ճշտումներ, նաեւ գործիքակազմեր կիրառենք եւ դրանից հետո նաեւ հնարավորություն կունենանք այդ թվում զանգվածային լրատվության միջոցների հետ հաղորդակցություն վարել հարցով։ Եվ հասկանալ թե իրավիճակը ինչպիսին է, ի վերջի անգամ կամ սրբազաններին երբեք այցելել եւ ինչ պատրաստում անել, քանի որ ասում են Միքայել Աջապայանի վիճակը ծայրահեղ ծանր է եւ հետաձգման ենթակա չի, նոր նախարարն էլ ասում է նման բան չկա։ Հրապարակման ենթակա ցանկացած տեղեկատվության պարագայում բնականաբար հրապարակային կներկայացնենք, այսինքն մեթոդաբանությունը թե ինչպես ենք հասցեավորելու այս հարցերը միանշանակ նաեւ ձեզ տեղեկացված կլինի, հաղորդակցած կլինի, ինչ վերաբերում է այցելություններին, այո, ես ինքս էլ եմ այցելել, աշխատակազմն է մի քանի անգամ այցելություններ իրականացրել, միայն այցերով չի իհարկե, որ այս հարցերը հասցեավորվում են, այո, իհարկե, այո, դեռևս ոչ եւ դարձյալ կրկնում եմ ազատությունից զրկման վայրեր այցերն անընդհատ են, իրականում պետք է անկեղծ լինեմ, նաեւ ազատությունից զրկված անձանց քանակն է բավականին մեծ, ես անընդհատ փորձում եմ նաեւ ինքս այցերին ներգրավվել, իհարկե մի հոգու համար բավականին բարդ է այդքան մեծ բանտային բնակչությանը անընդհատ այցերի միջոցով նաեւ խնդիրների հասցեավորում իրականացնել անձնապես, բայց փորձում եմ նաեւ անձնապես ներգրավված լինել։ Դուք պատարակներին չեք Դանելյան ասաց, որ նաև ՄԻՊ-ի հետ աշխատում են շատ լավ է։ Այո։ Բայց ամեն դեպքում Միքայել Սրբազանի հետ կապված դուք նոր իմացաք, թե ավելի վաղ ինքը ահազանգել է մի կոնկ դա ճիշտ է, որ դուք իմացում եք պետք է ինչ-որ հստակություն, ավելի վաղ դուք գիտեք Սրբազանի վիճակի մասին, եթե անդիմադիր պատգամավորը ձեզ տեղեկացրել։ Մենք ըստ էության պարոն Դանիելյանի հետ այս հարցով նախապես հաղորդակցություն չենք ունեցել, բայց ինքս էլ պիտի արձանագրեմ, որ պարոն Դանիելյանը բազմաթիվ հարցեր կա, որ ինքն էլ բարձրաձայնում է եւ նաեւ համատեղ ենք աշխատում այդ խնդիրների լուծման ուղղությամբ, ինքս էլ պիտի արձանագրեմ, որ շատ կարեւոր է, որպեսզի ազգային ժողովի պատգամավորներն էլ այս հարցերով ոչ թե պարզապես զբաղվեն բարձրաձայնելու միջոցով, այլ նաեւ կառուցողական լինեն, միանշանակ այս հարցերի հետ կապված շատ կառուցողական համագործակցություն ունենք ու նաեւ հատուկ շեշտադրեմ մի շարք հարցեր նաեւ այդ համագործակցության միջոցով լուծումներ են ստացել։ Զգալին չեք անելու Միքայել Սրբազանի համար, որպեսզի անհապաղ arczepiskopos-ը բժշկական օգնություն։ Ես արդեն մեկ անգամ հարցին պատասխանեցի, հիմա էլ ասեմ, ճշտումներից հետո, որովհետև մենք շատ գործիքակազմեր ունենք այս հարցերին անդրադառնալու, պարտադիր նաև ձեզ կհաղորդակցենք։ Տիկին Մանասյան, դուք պատարակներին չեք մասնակցում, արդյոք դա վերաբերմունք է, ձեր դիրքորոշումը այս ամենի հետ կապված, Փաշինյանի հետ կապված, մասնակցած պատարակներին չեք մասնակցում եւ ամեն դեպքում նաեւ այն հանգամանքին անդրադառնանք, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները փակել, կողպեկել են 7 վերք եկեղեցու դուռը թույլ չէին տալիս, հետո հոգեվորականներին են մոտեցել, ավելի վաղ նրանց ասել, որ իրենք պատարակի ժամանակ կաթողիկոսի անունը զեղչեն, երեք տեսանք, որ քաղաքացիներին ուժ կիրառելով դուրս էին հանում եկեղեցուց միայն նրա համար, որ կաթողիկոսի անունն են հնչեցրել պատարակի ժամանակ։ Դուք այստեղ խնդիր չեք տեսնում, մարդու իրավունքների խախտում չեք տեսնում։ Նախ նշեմ, որ ես ինքս առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ պատարակների մասնակցում եմ պարբերաբար եւ ոչ միայն այժմ, այլ դա եղել է այդպես, թե իմ մանկության տարիներին, թե հետագայում, այդ թվում այժմ։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հետ որ չեք մասնակցում։
Ես կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը շատ ակնհայտ պետք է լինի յուրաքանչյուր անձի համար նախ։ Նաև նկատել եք, որ ես ինքս երբեք իմ կրոնական համոզմունքները շատ այսպես ակնհայտ ցույց չեմ տալիս ինչու, որովհետև ցանկացած կրոնական կազմակերպության ներկայացուցիչ, ոչ միայն այն կրոնական կազմակերպության հետևորդները եւ ներկայացուցիչները, որ կազմակերպության հետևորդ եմ ես, մասնավորապես առաքելական եկեղեցու, այլ ցանկացած կրոնական կազմակերպության ներկայացուցիչ պետք է իմանա, որ կարող է պաշտպանություն ստանալ մեր հաստատության կողմից եւ երբեք չի ունենա կողմնակալ մոտեցում, հա, թե իմ թե հաստատության կողմից։ Ես կարծում եմ, որ այդ առումով մենք կարողանում ենք աշխատել բոլոր կրոնական կազմակերպությունների հետ, նաեւ էթնիկ փոքրամասնությունների հետ, որոնք եւս ունեն այլ կրոնական համոզմունքներ, նաեւ աթեիստների հետ, այդ թվում իրենց իրավունքները պաշտպանելիս, հետեւաբար ի ցույց երբևէ չեմ դնում կրոնական կազմակերպությունների առումով ունեմ իմ վստահությունը եւ այդ առումով նաեւ հրապարակային եմ խոսել կրոնական կազմակերպությունները պետք է ինքնավար լինեն եւ ինքնավարությունը պետք է երաշխավորված լինի կրոնական կազմակերպությունները նաեւ չեն կարող քաղաքական գործընթացներին ուղղակիորեն մասնակցել ինչ վերաբերում է իրավունքների խախտման վերաբերում է Գյումրիում տեղի ունեցած դեպքերին հիմա պարզապես հատուկ շեշտադրեմ որ մենք պաշտոնական պարզաբանում ենք պահանջելու որից հետո միայն ես ինքս կկարողանամ ձեր հարցերին պատասխանել Հա, իհարկե, լսում եմ Նարեկ ջան։ Գոռում է քաղաքացիներից, ասում է կաթողիկոսը Գարեգին Երջորդն է, նրան արագ եկեղեցու տարածքից հանում են։ Մյուսը գոռում է կտրիչը կաթողիկոս չէ, նրան մատով չեն գտնում։ Սա արդյոք արդեն իսկ խտրական չէ եւ սրան մի պի արձագանքը ուր է։ Ես կարծում եմ, որ հասարակական կարգը իհարկե մշտապես պետք է պահպանված լինի, բայց նաև մենք չենք կարող ունենալ երկակի չափանիշներ տարբեր անձանց կազմակերպությունների դերակատարների նկատմամբ։ Ես հիմա դեպքերը չեմ ուզում միայն այդ դեպքերի վրա կենտրոնանալ, որովհետև եթե մի իրավիճակում, հա, գնահատման արդյունքում Նորից եմ կրկնում, իրավիճակների գնահատումը իրականում մի քանի հարց է ենթադրում, բայց եթե նույնանման իրավիճակում մեկի նկատմամբ այլ գործիք է կիրառվում, մյուսի նկատմամբ մեկ այլ գործիք, բնականաբար կարող է խոսք գնալ երկակի ստանդարտների մասին եւ մենք պետք է դրանից միանշանակ խուսափենք։ Եվ հիմա խոսեք ՊՊՑ-ի հետ կխոսեք, ոստիկանության։ Ես չեմ խոսելու, ես պաշտոնական գրագրություն եմ վարելու, որպեսզի ունենամ պաշտոնական պարզաբանումներ հարցերի հետ կապված եւ բնականաբար դրանից հետո հնարավորություն կունենանք շատ ավելի մանրամասն հարցի առնչությամբ խոսելու։ Որստեղության Փաշինյանը խոստովանում էր, որ աշխատում են քահանաների հետ ուժային Սա ինչպես է գնահատում, արդյունքում մարդիկ է սովորական եւ ԱԱՑ-ն զբաղվում է Հրահարի անմասնակցության, սա մարդու իրավունքների Եվ թեկուզ անգամ խնդրանքի անվան տակ, արդեն այդ ԱԱՑ-ը եւ վաղ բան իրար հետ կատիկին մանած։ Սկսեմ նրանից, որ միանշանակ Հայաստանի Հանրապետությունում թե անվտանգության ծառայությունների, թե իրավապահ մարմինների աշխատանքի հետ կապված այդ թվում անհրաժեշտ է աշխատանքի մեթոդաբանություն այո փոփոխել, մշտապես խոսել եմ դրա մասին։ Ես տեղեկացված չեմ, հա, այդ կոնկրետ դեպքերին բացառապես հայտարարությունների մակարդակով կարող եմ կոնկրետ դեպքերի վերաբերյալ խոսել, բայց դարձյալ, եթե որևէ կոնկրետ իրավիճակում մարդու իրավունք է սահմանափակվում, որը չունի որևէ օբյեկտիվ հիմք եւ հիմնավորում, կարելի է խնդիրների վերաբերյալ խոսել իհարկե, բայց քանի որ նաեւ հարցադրումները բարձրացրեցիք, մենք նաեւ նախորդ շաբաթվանից սկսել էինք ընդհանուր վերլուծություն իրականացնել, հիմա էլ դարձյալ տեղեկատվությունները ստանալու արդյունքում հնարավորություն կունենանք խոսել այս բոլոր հարցերի առնչությամբ։